Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ, ողջույն Ազատ, շնորհակալ եմ հրավերին։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք չհասցրեցինք այս ընթացքում խոսել Իրան-Ամերիկա-Իսրայել պատերազմական գործողություններից, որքան էլ որ հայտարարվել են այսպես երկշաբաթյա հրադադարի մասին, հասկանալի է, որ դեռ լուծում գտնված չէ, որովհետև կողմերի տեսակետները տրամագծորեն տարբեր բաների մասին են։ Իրանը պատկերացնում է, որ Միացյալ Նահանգները պիտի ընդունի իր պահանջները, պիտի ընդունի Հորմուզի նեղուցի վրա իրանական սուվերենությունը, պետք է դուրս բերի բազաները տարածաշրջանից, սրա հակառակը Միացյալ Նահանգները գոնե հայտարարում են, որ Հորմուզի նեղուցը իրենք էլ պիտի վերահսկեն Իրանի հետ, որ Իրանը պիտի հրաժարվի միջուկային ծրագրից, հրթիռային ծրագրից, ինչ է տեղի ունենում, ինչ է այս հրադադարը, եւ արդյոք այսօր պիտի Իսլամաբադում հանդիպում է պլանավորված ամերիկյան կողմից կարծեք թե պատվիրակության ղեկավարը J.D. Vance-ն է փոխնախագահ, իրանական կողմից հայտնի չի ով կգնա, ինչ պատվիրակություն կգնա, որովհետև հայտնի չի ովքեր են նաև ողջ մնացել Իրանի էլիտայից։ Խոսնակներ։ Մի խոսքով, ինչ է տեղի ունենում, խնդրեմ։ Որպես այդպեսին հրադադար չի կարելի դա անվանել, ես կարծում եմ ավելի շուտ ինքը վերադասավորումների վերակազմակերպման ինչ որ մի ժամանակ են վերցրել երկուստեք։ Տեսեք, խնդիրը շատ ավելի խորն է, այստեղ Pax Americana-ի և Monroe-ի դոկտրինի Ամերիկայի խնդիրը կա։ Ուրեմն այս երկուսի տարբերությունը որն է։ Ուրեմն այս Pax America կոչվածը ծնվել է 100 տարի առաջ Woodrow Wilson-ով, առաջին համաշխարհային պատերազմից հետո պատմության նորագույն շրջանում։ Pax Americana-ի նպատակը ամբողջ աշխարհը տիրելն է։ Իսկ Monroe-ի դոկտրինի Ամերիկան դա Լատինական Ամերիկայում եւ Հյուսիսային Ամերիկայում հեգեմոն Ամերիկա ունենալը, որը որպես այդպեսին լինելու է գերհզոր պետություն, բայց ոչ աշխարհը տիրելու ամբիցիա ունեցող պետություն։ Հիմա փետրվարի 28-ին տեղի ունեցածը հենց այս ամեն ինչի համատեքստում պետք է դիտարկել, որը տրամաբանականը հենց սա։ Ուրեմն ինչ ունենք։ Իրանի մասին բազմիցս խոսել ենք։ Տեսեք, այն քաղաքականությունը, որ հավաքական արևմուտքը կամ այսպես ասած Pax Americana-ն տանում էր Իրանի դեմ, որ այդ քաղաքականությունը ինքը շարունակել է թյուցման քաղաքականությունը եւ թիրախային հարվածներ հասցնել եւ ներսում խժդժություններ առաջացնել, փոքրամասնություններին գրգռել, կրոնական ինչ որ մի փոքրամասնությունների դրդեր իշխանությունների դեմ, այդ հյուսման պատերազմի արդյունքում 3 տարի հետո որպես այդպեսին ներկայիս Իրանը չէր լինի եւ իրենց համար Pax Americana-ին հպատակ իշխանություն կստանային, բայց ինչ արեցին, ոչ թե շտապեցին, այլ ինչ արեցին։ Տեսեք, ներքաղաքական դեպքերից հետո Իրանում ամեն դեպքում պառակտվածություն կար խորը։ Այդ երիտասարդ աղջկա սպանությունը, չէ, խնդիրներ էին Իրանի ներսում առաջացրել, բայց այդ Խամենեի հոգևոր առաջնորդի սպանությամբ ԱՄՆ-ն ցեմենտեց եւ միասնականացրեց Իրանի ժողովրդին։ Սա մի տրամաբանական պատասխան ունի։ Բայց դա նպատակը հենց այդ նպատակով էր արված, թե սխալ հաշվարկի արդյունք էր։
տեսեք, Որովհետև ներողություն, մենք լսում ենք տարբեր վերլուծաբանների, իսրայելցի, ամերիկյան վերլուծաբաններ, որոնք ասում են սխալ հաշվարկ ա եղել, հետախուզության սխալ ա եղել։ Արևմուտքի Միացյալ Նահանգների Իսրայելի հաշվարկն այն ա եղել, որ Խամենեին սպանում են, համակարգը փլվում է, եւ Վենեսուելա երկուսն անում մի քիչ ավելի ուժեղ ազդեցությամբ։ Հիմա ասում են դա չի ստացվել։ Ընդ որում մինչև պատերազմական գործողությունները, եթե սա քարոզչություն չէ, ինչ է, բան Ուիտկոֆն էլ բանագնացը Տրամպի ինքն էր ասում, որ զարմացած ենք, որ Իրանը չի կապիտուլացվում։ Մենք մեր նավատորմը բան ուղարկել ենք այնտեղ, չէ՞ վախենում եք մարդիկ։ Տեսեք, խոսում ենք աշխարհը 100 տարի կառավարող ուժի մասին եւ նման մի ամմտություն, որ Իրանը համեմատեին Վենեսուելայի հետ, մի քիչ դրան հակված չեմ, էլի։ Իրանք լավ գիտեին, չէ՞, Վենեսուելայի եւ Իրանի խորքային տարբերությունը։ Նա ամեն Դրա դեպքում համար ավելի, ասենք, նավատորմեր ուղարկվել, զորքեր կուտակվել, հրթիռներով հարվածեցին, բայց չստացվեց այս պահին։ հենց մի անձի վրա էր Իրանը նստած, Համակարգեր։ չեմ կարծում է։ Շատ թերահավատորեն եմ։ Ես լսել եմ Բայց ինչ բազմիցս օգնեց լավ Իրանին։ Որովհետև վիճակից։ նախ Կիսան դուրս գալ լավ։ նախ դուրս չի եկել այս process-ը ավելի է ճահճացել եւ ավելի է թեժանալու, բայց որպես այդպեսին իրեն օգնեց եւ իր համակարգը, որ ունի հոգեվոր էլիտա եւ այդ հոգեվոր ուղղվածությանը այսպես ասենք հոգեվոր ուղղվածությանը համաձայն եւ այդ հոգեվոր ուղղվածության համոզմունքներով ապրող ռազմական էլիտա եւ հանուն այդ գաղափարական իդեալի պատրաստ է ամեն ինչի։ Սա օգնեց, բայց հիմնականում կար արտաքին դերակատարություն նաեւ։ Ռուսաստան, Չինաստան։ Առանց նրանց անհնար էր։ Ու իրենք ամերիկյան կողմի մասին է անհնար է չիմանային սրա մասին։ Գիշեք հայտարարություններ նաև ամերիկյան կողմն արեց, դե ասես մենք ռուսական կողմի հաշվարկով մենք Ուկրաինային ենք օգնում, իրանք էլ օգնում են Իրանին նորմալ է։ Ինչով օգնեցին։ Միայն հետախուզական տվյալներ։ Այ որպես այդպեսին չեն կարող հստակ բան ասել, հնարավոր է ռադիո լոկացիոն այդ բաները ռեփ համակարգերով են օգնել, չգիտեմ։ Հարցը գիտեք ինչու՞։ Հակաօդային պաշտպանություն։ Եթե մենք լսում ենք Տրամպին, իրանական իրենք առաջին 3 օրերը ոչնչացրել են իրանական հրթիռային միջոցների 90%-ը, ու հետագա 37 օր եւ ավելին են 10%-ի դեմ էին պայքարում։ Ինչ որ Իրանը անսպառ աղբյուրներ ուներ, ախր նայեք, Թրամփին պետք է հողում կատարել, որովհետեւ գոյություն ունի խորքային պետություն եւ խորքային իշխանություններ։ Այդ խորքային իշխանությունների դրածոն էլ Թրամփն է, որպես այդպեսին Թրամփի, Նիկոլ Փաշինյանի, Զելենսկու մեջ մեծ առումով, այտենց բովանդակային առումով տարբերություն չկա, նրանց խոսքերը լուրջ չեն։ Իրանց տեսեք, արևմուտքի քաղաքականությունը վարում են խորքային պետությունը, խորքային իշխանությունները Թրամփի եւ նմանների դեմքով։ Շատ լավ, դուք ասացիք կա Pax Americana եւ կա Մոնրոյի դոկտրինի Ամերիկա, սրա Pax Americana-ի հասկանալի է, որ կան նաև դրան սպասարկող էլիտաներ։ Իշխանության խորքային պետությունը այո միատար չի։ Չէ, խորքային պետությունը որպես այդպեսին ի սկզբանե միատար է եղել։ Իրանք ունեն մեկ գաղափար։ Ճանապարհների իմաստով եմ ասում։ Չէ։ Խորքային, նայեք, այնտեղ մենք գործ ունենք, տեսեք, Մոնրոյի Ամերիկայի ջատագովները, դրանք Ամերիկայի հիմնադիր հայրերն են։ Նրանք deep state-ի խորքային պետության հետ աղերս չունեն։ Նրանք էլ են դեմ։ Ոնց որ հիմա Եվրոպայում, արդեն Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, չէ, խմբեր են բան արել, գլուխ բարձրացրել, որոնք ասում են պետք է լինի Ֆրանսիա, պետք է լինի Գերմանիա, այսինքն դեմ են ԵՄ-ին։ Դա էլ եվրոպական հին արիստոկրատիան է։ Խորքային պետությունը միայն Pax Americana-ի ջատագով է, առհասարակ, Pax-ի ջատագով է։ Pax-ն ինչ է։ Խաղաղություն։ Ուրեմն պատմության նոր շրջանում մենք 3 Pax գիտենք։ Pax Hollandica 1648 թվականից էլի Վեստֆալյան պայմանագրից հետո Pax Hollandica, Pax Britannica, Pax Americana։ Ուրեմն
այդ պակսերը ունեն աշխարհը գրավելու 3 ուղղություն՝ ռազմաքաղաքական, ֆինանսատնտեսական եւ հոգեվոր մշակութային, որպես այդպեսին առաջին պակսը հոլանդիկան ինքը միայն ֆինանսատնտեսական էր, ազատ առևտուր էր երաշխավորում, տնավարկությունը 17-րդ դարում իրենն էր, թերի էր, եկավ ծնվեց Pax Britannica-ն, որը բացի ֆինանսատնտեսականից նաև ուներ ռազմաքաղաքական, կարողանում էր բրիտանական հատուկ ծառայությունները, բրիտանական Pax Britannica-ի հատուկ ծառայությունները կարողանում էին մտնել ցարի պալատ եւ ցար սպանել, ինչպես Պավել առաջինին։ Սա էլ էր թերի։ Հիմա պետք էր մի Pax, որը նաև պետք է ունենար հոգևոր մշակութային հեգեմոն դեր, ուժ, եւ դա արդեն Pax Americana-ն էր իր լիբերալ դեմոկրատիայով։ Հիմա այս երկու ուղղությունները Միացյալ Նահանգներում ներկայացված են իշխանության մեջ։ Որպես այդպեսին ներկայացված չեն անմիջականորեն, բայց խորքային պետության խորքային իշխանությունները կարող են թույլ տալ կամ իրենց գործողություններով նպաստել նրանց գործունեությանը։ Շատ լավ։ Հիմա եթե Միացյալ Նահանգները գնում է այդ իրենց խաղաղությանը, իրենց Pax Americana-ի հնազանդության դիմաց աշխարհին մատակարարված խաղաղության ճանապարհով պատերազմ պիտի թեժանա։ Իհարկե Իրանի դեմ։ Չէ, բոլոր դեպքերում պատերազմը թեժանում է, որ ուշադիր նայենք պատմությանը, ցանկացած Pax ծնվել եւ մահացել է դաժան պատերազմով։ Pax Հոլանդիկան ծնվեց 30-ամյա կրոնական եվրոպական պատերազմներով, ինքը սարսափելի պատերազմներ էր։ Pax Britannica-ն ծնվեց այդ ֆրանսիական հեղափոխությամբ, նապոլեոնյան եվրոպական պատերազմներով։ Pax Americana-ն ծնվեց առաջին համաշխարհային պատերազմով, հաստատվեց երկրորդ համաշխարհային պատերազմով։ Իրանք առանց մեծ պատերազմի եւ ծնունդը եւ մահը չի լինում, բայց այստեղ մի վատ բան կա։ Այստեղ դու այս ինչ խոսում եք, լավ բան չկար, ոնց որ չէ, նաեւ մի վատ բան կա, չէ, մեր հայ քաղաքագիտական մտքի համար մի վտանգավոր բան կա։ Տեսեք, եթե մի Pax մահանում է, նշանակում է ինչ որ մի Pax-ի սաղմը որևէ տեղ կա, եւ այդ Pax-ի սաղմը դա Pax Sinitian է, այսինքն չինական խաղաղությունը, այսինքն աշխարհը գրավելու չինաստանյան նոր Pax-ն է գալու։ Այդ Չինաստանը, իսկ այդ ներկայիս այս Չինաստանը, որ ձգտում է Pax-ի, դա չինական մտքի ծնունդ չէ։ Սա հարավ չինական մտքի ծնունդ է, որն էր հարավ Չինաստանը, Շանխայից մինչև Վիետնամ, Հոնկոնգ, որը էլի այն խորքային պետությունների, այսպես ասած, շնորհքն է, ճակերտավոր շնորհքն է, որ այս Չինաստանը գոյություն ունի։ Հիմա մեր հայ քաղաքագիտական մտքի մեջ ինչ վտանգավոր բան կա։ Մենք պետք է չօգնենք, որպեսզի չմեռնի, նեցուկ չլինենք, որպեսզի չմեռնի Pax Americana-ն, եւ չօգնենք Pax Sinitian-ի ծնունդին։ Այդպեսի վտանգով ընդհանրապես ինչ որ բան կախված է, ինչ որ մեկին օգնել։ Ուրեմն ցանկացած մեկը մահանա։ Տեսեք, սա մի քիչ արդեն կրոնափիլիսոփայական թեմա է, որպես այդպեսին մեր առաքելությունը հենց Pax-ի դեմ կռվելն է։ Մեր հայոց պատմությունը հենց Pax-ի դեմ կռվելով է գալիս։ Ուրեմն մեր ժամանակներում հիմա որ ասեմ, դուք էլ կհիշեք, եւ հայոց գրականության դասագրքերը եւ հայոց պատմության դասագրքերը, երբ տարական դպրոցից գնում ենք, տարական դասարանից արդեն տեղափոխվում ենք դեպի 4-5-րդ դասարաններ, հայոց պատմությունը եւ հայոց գրականությունը ինչով էր սկսվում։ Հայկի եւ Բելի ճակատամարտով, ճիշտ է։ Եվ Բելի առաջարկներ, չէ՞, հնազանդություն, որի դիմաց կստանաս խաղաղություն։ Սա Pax-ի միտքն է։ Հիմա հնազանդություն Հայաստանի կողմից եւ Թրամփի կողմից 99 տարի խաղաղություն, ճիշտ է։ Բայց այդ խաղաղությունը կասկածելի է։ Որպես այդ, որովհետեւ վերջին է հասել։ Որովհետեւ Թրամփը հիմա միայն խնդիրներ է բերում։ Ուրեմն շատերի հետ ես համաձայն եմ, Վիլսոնը Pax Americana-ի առաջին նախագահն է եղել, Pax Americana-ի վերջին նախագահը լինելու է Թրամփը։ Այնտեղ որ հետաքրքիր բան կա, Վենսին որ լավ, հիմա հարց է առաջում։ Տարածաշրջանում Իրանի դիմադրողականությունը, դիմադրությունը ինչ որ ճեղքեր է առաջացնում, հա, որովհետև
այն երկրները, որոնք ամերիկյան բազաներ էին տեղակայել իբր իրանց անվտանգության համար, հետո պարզվեց, որ իրականում այդ երկրներն են նախատեսված ամերիկյան բազաների անվտանգության համար։ Այն կորպորացիաները, որոնք եկել էին արաբական էմիրություններ, հարուստ արաբական երկրներ, որ պիտի փող աշխատեն, պարզվեց, որ իրենց ուղղակի շահեդներով ոչնչացնել կարող են։ Հիմա այս ամեն ինչի ֆոնին ծիծաղելի չէ խոսել թրիփի մասին, չգիտեմ, քննարկել ինչքան ներդրումներ են արվելու, ինչ է անցնելու թրիփով, որովհետև տպավորությունը, որ իշխանությունը գոնե դա հասկացել է, այլևս թրիփի անունը չի տալիս։ Անունը նույնիսկ թրիփ անունը էլ չեք լսի դուք իշխանական քարոզչությունից, Եվ հիշել եմ, որ Իրանի հետ մենք բարեկամ երկրներ ենք Չէ, այստեղ ավելի բան կա, հետաքրքիր մի բան կա, գիշեք այդ օգոստոսի 8-ին այդ հայտնի այդ Pax Ամերիկանայի հետ հնազանդություն, որի դիմաց խաղաղություն այդ պակտը, որ ստորագրվեց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Հիշում եք ինչ լուրեր էր տարածում այդ իշխանությանը կից այդ պրոպագանդիստները, այսպես ասենք, Pax Ամերիկանայի, որ հույսա Ամերիկան կա, ռուսական ռազմաբազան կհանենք, Ամերիկան կա, բազա կհանի։ Իսկ այդ մարդիկ հիմա մտածում են ինչ կլներ, եթե ամերիկյան բազա լիներ Հայաստանում։ Իրան հենց այդ է։ Հիմա մենք գալիս ենք այլ մարդը, որը հայրենիք չունի, մարդը, որը հետաքրքիր մեր խնդիրը նման մարդիկ են։ Մեր հասարակությունը շատ առողջ հասարակություն է։ Ուղղակի մեր մոլորեցնողների տականքության աստիճան շատ եւ քանակը շատ։ Մեր 3 միլիոնին այսքան ու բայց հայտնի խոսք կա, չէ, հայ տականքն անմրցելի է։ Այդ կարծիքը ոնց որ իմ մեջ էլ ցեմենտվում է, որ իրոք էլի Դե որտեվ տաղանդավորներն են անմրցելի։ Դե հենց այդ պիսով պետք է էլի մեկը մյուսին հավասարակշռել։ Հիմա ինչ պիտի անել լավ այդ թրիփի հետ։ Թրիփը արդեն գերեզմանում է, թե դեռ հաստատ երկու բան քննարկենք։ Պայմանական Pax Ամերիկանան չի մեռնում, Իրանը պարտվում է։ Ամբողջ Իրանի տարածքը թրիփ է դառնում։ Կարող ընդհանրապես պետությունը անվանակոչեն Տրամպի անունով։ Հա, Տրամպ պետությունը, Տրամպը Իրանի Իսլամական Հանրապետություն։ Սնափար գեր աննորմալ սնափար մարդ է, հնարավոր է այդպես մի աննորմալություն մի քանի տարով Պարսից ծոց ուզում էր, չէ՞, անվանակոչել Տրամպի ծոց, եթե ստացվեր անվանակոչելու էր։ Հիմա եթե հաղթում է ծիծաղելի է թրիփի մասին խոսել։ Եթե Pax Ամերիկանան որպես այդպեսին ապա մոնտաժվում է, եթե Իրանը հաղթանակած է դուրս գալիս, տեսեք, ձեր ասած նշած կետերի մասին նշեցիք սկզբից, թե Իրանը ինչեր է առաջարկել էլի այդ հրադադարի պայմանագրի մեջ, այդ պայմանագրի կետերից մեկն ինչ է, Հորմուզի նեղուցի վերահսկողություն Իրանի կողմից։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է մեծ մերձավոր արևելքում առաջի անգամ կամ մի պետություն որը ծոցի երկրներին հսկում է կամ ծոցի երկրներին օրակարգ է։ Ուրիշ բան էլ է նշանակում, որ աշխարհի նավթի 20%-ի վերահսկողը Իրանն է։ Հա, Իրանը նավթի 30% գազի, պարարտանյութերի, այլ ապրանքների, այսինքն դա աշխարհի տնտեսության մոտ 20-30%-ի վերահսկողը։ Եվ այստեղ իր դերը շատ է բարձրանում։ Եվ Հայաստանը չի կարող Իրանի դեմ այլևս որևէ բան անել։ Հերիք չի կարող չլսել Իրանին։ Լավ, եթե հիմա տեսեք, երկու սցենարների պարագայում էլ պատկերացնում ենք, որ թրիփը գերեզմանում է, հա։ Բայց այդ դեպքում նույն Միացյալ Նահանգները վստահաբար այսպես հեռահար պլաններ ունեն։ Ինչին էր պետք է թրիփը, որ մի քանի ամսվա կյանք ունեցավ։ Իրան չէին հաշվել, որ այս թրիփը որպես այդպեսին ես կրկին հակված եմ այն կարծիքին, որ թրիփը ուղղակի դա խայծ է գծված նախ տեղեկատվական քարոզչական աջակցություններ Փաշինյանին եւ երկրորդ ինքը X պայի խայծ էր լինելու որպեսզի Սյունիքում Ադրբեջանը ռազմական գործողություն անի որպես այդպեսին ինքը լուրջ չէր կարող վերաբերվել ամերիկյան կողմից որպես այդպեսին ինքը լուրջ պրոյեկտ չէր կարող լինել Լավ, ստեղ ուրիշ հարց առաջավ ես հիշում եմ մեր քննարկումներից մեկի ժամանակ Անկորիջի հանդիպման մասին, խոսքը Պուտին-Տրամփ հանդիպման մասին, երբ գնացին, այս ռուսական պրոպագանդան սկսեց գրեթե նույնականացնել այս առաջնորդը, որ ամեն ինչ պայմանավորվել են, այս աշխարհում Վաշինգտոն, այո, Վաշինգտոն, Մոսկվա դաշինք, ինչեր, եւ իրականում այդ տպավորությունը կար, բայց ես հիշում եմ ձեր վերլուծությունը, որտեղ դուք ասում էիք, որ նախ այդ
դաշինքը իրականություն չի դառնա մեկ եւ այդ դաշինքը չի կարող երկարաժամկետ լինել, եթե անգամ ձև են բռնում, հա։ Հիմա ինչը խոսեց ձեր վերլուծության օգտին, ուրեմն Անկորիջի հանդիպումից անմիջապես հետո օգոստոսի 15-ին Օվերչուկը օգոստոսի 15-ին այ Օվերչուկը Թրիպի մասին խոսեց, հա։ փոխ վարչապետը հայտարարեց, որ մենք աջակցում ենք Թրիպի ծրագրի իրականացմանը, Հայաստանին աջակցում ենք այդ հարցում։ Նույն Օվերչուկը ընդամենը շաբաթներ առաջ, գուցե օրեր անգամ, հայտարարեց, որ Թրիպը խախտում է տարածաշրջանային հավասարակշռությունը, հակաիրանական պրոյեկտ է։ Գնաց մինչև ասա Թուրքմենչայի Բայց սրան մի պայմանագիր։ բան էլ ավելացնեմ, սրան զուգահեռ այն ռուսական ռոպագանդան, որը Անկորիջի հանդիպումից հետո անմիջապես խոսում էր Մոսկվա-Վաշինգտոն դաշինքի մասին, իրենք էլ սկսեցին խոսել միջև Օվերչուկը, որ Վաշինգտոնը իրենց գցել է։ Գցել է եւ ով ինչ էին ասում, ով նման բան անի, ով ասի որ Վաշինգտոն Մոսկվա ինձ դուգին է։ Ինչ էր ասում, ով ասի որ ինչ է, իրականում գցվեց Մոսկվան։ Իհարկե։ Եվ դրանով էր պայմանավորված, որ սկզբում Թրիփին աջակցում են, հիմա դեմ են դրան։ Դուք հետևել եք, ուշադիր եղել եք, որ հիմա երկիր մոլորակում միջազգային իրավունքի նորմերը պահող մեկ հոգի կա։ Առանց միայն։ Ու դրան հավատում է ինքը դեռ։ Շատ բաների հավատում է։ Միջազգային իրավունքից խոսող եւ այդ տրամաբանությամբ գործող, որ ուշադիր լինեք ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչի խոսքերին, ինքը բերում փաստարկված ասում է, «Էս կետերը խախտելու համար ենք մենք այս գործողություն»։ Միակն իրանք են։ Միջազգային իրավունքին հավատացողը միայն նրանց է։ Մոտիվացիան ո՞րն է։ Տրամպը Արարատ ուրեմն Սարի գագաթից թքել է միջազգային իրավունքի վրա, հայտարարելով այդ իր խաղաղության խորհուրդը ստեղծելուց հետո ուրեմն ՄԱԿ-ի դերակատարումն է։ Ձեր մոտ չէ, բայց հաղորդում էր, կարծեմ H2-ում հիշեցի, H2-ում ես հունվարի 28-ին էլի խոսում ենք աշխարհակահաղական այս անցուդարձի մասին, այսպեսի մի բան ասացի, որ ասացի Իրան, Իսրայել, Իրան, Ամերիկա հակամարտությունն ուր կհասնի։ Ուրեմն ասացի, որ փորձելու են սպանել հոգևոր առաջնորդին, դրանից մի օր առաջ Վլադիմիր Պուտինն ասել էր, ինչ հարցրել էր, լրագրողը հարց էր փղել Վլադիմիր Պուտինին, ինչ է կարծում այդ մասով, որ հնարավոր է ամերիկան սպանի Խամենեիին, հոգևոր առաջնորդին, Պուտինը նման բանի մասին ես չեմ էլ ուզում մտածեմ, չպատասխանեց։ Ես որ դա ասեցի, որ ասեցի հնարավոր է սպանի, ասեցի նախր Պուտինը նույնիսկ դրան չէր հավատում, էլի։ Հիմա այդ որ եղավ հրապարակային խոսքն էր ուրիշ։ Չեմ կարծում, որ իրանք կմտածեին, որ ասեն գնալու են դրան։ Հոգևոր առաջնորդ, ախր գիտեք ինչ է, որովհետև տեսեք ռուսական կողմը լավ պատկերացում ուներ այդ Իրանի ներքաղաքական իրավիճակից հետո ինչ էր կատարվում Իրանի ներսում։ Այսինքն, եթե այդ հույծման պատերազմը շարունակվեր, Իրանը 3 տարի, լավ թող 5 տարի դիմանար, բայց ինքը փլվելու էր։ Եթե չէր լինում այս գործողությունը, Իրանը չէր ամրանալու, չէր միասնականալու։ Ճգնաժամը գնալով խորանում էր այդ երբ որ հետևում ենք անդադ գնալով ակցիան մեկը մյուսին ավելի ուժեղ ակցիաներ էին փոխարինում։ Հա, եւ ավելի դաժան պատասխաներ, ոչ ամեն անգամ ինչ որ հիմար պատճառով ասեք։ Անցյալ տարի եթե հիշում եք, անի պատճառով, գլխաշորի պատճառով սկսեց, այո։ Ուրեմն տեսեք, այդ երեխայի դեպքը 16-ամյա աղջկան, որ կախաղանի հանեցի, աննորմալ ազդել էր Իրանյանի հասարակության վրա։ Դա չէր կարող անհետևանք մնալ։ Մի քան ասում եմ մաքսիմում 5 տարի հետո փլվելու էր այդ համակարգը, չէր կարող գոյատևել, բայց այս ակտով իրանք ինչ արեցին, միասնականացրեցին Իրանի ժողովրդին։ Լավ, հիմա տեսեք, մենք խոսեցինք Իրանից, եկանք հասանք Թրիփ, հասկացանք Թրիփը գերեզմանում է, բա Փաշինյանը ում է պետք։ Փաշինյանը։ Ուրեմն, այլի պետք է Pax Americana-ի համատեքստում, Pax Americana-ի եւ Մոնրոյի դոկտրինի Ամերիկայի համատեքստում դիտարկենք, որպես այդպեսին Pax Americana-ն դեռ ուզում է ապրել, ամեն ինչ անելու է ապրելու համար, եւ այդ Pax Americana-ի հրամանատարը որպես այդպեսին դեմքով Թրամփն է, որը սիստեմից դուրս էքսցենտրիկ մարդ է եւ ամեն ինչի պատրաստ է։ Հիմա մենք չգիտենք ինչ էքսցենտրիկ որոշումներ կկայացնեն Թրամփի դեմքով։
Հիմա այստեղ կարող է Սև կարապ գալ, ինչի մասին բազմիցս խոսել ենք։ Մենք չգիտենք, ապրիլի վերջ են անցնելու լայնածավալ գործողության Իրանի դեմ, թե սեպտեմբերին, թե մյուս տարի այս Բայց ժամանակ։ սրանից լայնածավալը մնաց ցամաքային ներխուժում արդեն։ Ուրեմն այդ լայնածավալը վերջնական ամբողջանալու համար պետք է զինվորի ոտքերը արդեն լայնամասշտաբ գծի ամբողջ երկայնքով մտնի դեպի Իրան։ Դա կլինի արդեն լայնածավալ պատերազմ։ Եվ այս լայնածավալ պատերազմը նաև կարող է տարածվել։ Հիմա ճգնաժամային վիճակ է նաև Ֆիլիպիններում, ճգնաժամային վիճակ է Թայվանում, պաշտոնական Մանիլան, Ֆիլիպինների մայրաքաղաքը եւ Պեկինը տենց արճակատումների մեջ են Թայբեյը եւ Պեկինը, Թայվանի մայրաքաղաքը, կրկին իրար հետ տենց հիմա բարերի ձևով հրաձգության մեջ են, բայց ամեն վարքյան ինքը կարող է դառնալ Իրական հրաձգություն։ Իհարկե, դառնալ տաք պատերազմ։ Այս ամեն ինչի ֆոնին Փաշինյանն ինչին է պետք։ Ում ինչին է պետք։ Աշխարհի ովքեր որպես- պահում են իշխանության։ Պաքս ամերիկանան քանի գոյատևում է լինելու Լինելու է։ դեռ պետք է։ Իհարկե պետք է, որովհետև Փաշինյանը Պաքս Ամերիկայի գաղափարախոսության, Պաքս Ամերիկայի Հնազանդություն հայտնած։ Ամերիկանայից ծնված Հայաստանի ջատագով է։ Բայց իրական եւ պատմական Հայաստանի տարբերությունը հենց սա է։ Իրական Հայաստանը Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած, սա ծնել է Պաքս Ամերիկանան, չի ծնել։ Թվում է թե ծնել է։ Որը մետաքրիր է, մի անգամ հիշում եք քննարկում ենք եւ եկանք այն եզրահանգման, որ իր ասած այդ երրորդ հանրապետությունը եւ չորրորդ հանրապետությունը իրարից տարբերություն չունեն։ Կամ մի տարբերություն ֆիզիկական քարտեզի տարբերությունները Արցախի հանգամանքը, ընդ որում Արցախի հանգամանքը եւս երրորդ հանրապետությունում չնախատեսված զարգացում ա եղել, այսինքն ուրեմն դա այդ ժամանակվա էլիտա, ասեմ, չգիտեմ, քաղաքական ռազմական առաջնորդներ, ասեմ, արևմուտքի կողմից չնախատեսված ծրագիր են իրականացրել եւ հիմա ըստ էության Նիկոլ Փաշինյանը այդ հանձնելով Արցախը, դատարկելով Արցախահայերից, ըստ էության Հայաստանը լիարժեքորեն Պաքս Ամերիկանայի տրամաբանության մեջ ա մտցրել։ Առանց շեղումների համաձայն եք թե չէ։ Իհարկե համաձայն եմ, բայց սրա արմատները ավելի հետ են գնում։ Գնում են պատմության նորագույն շրջան 1918 թվական առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի թիվ 1 թիրախը հիմա ո՞րն է դարել։ Հայաստանում ո՞րն է։ Եկեղեցի։ Ուրեմն Պաքս Ամերիկանայի գաղափարախոսության մեջ եւ քաղաքականության մեջ մեծ մերձավոր արևելքում որպես այդպիսին Հայաստան պետություն նախատեսված չի եղել։ Եթե չէր լինում Գևորգ 5-րդ կաթողիկոսի կամքը եւ ժողովրդին դիմադրության հանելը, Սարդարապատը, չէր լինում Հայաստան պետությունը որպես այդպիսին գոյություն չէր ունենալու։ Հիմա որպիսի Պաքս Ամերիկայի 5-րդ չլինի եւ Պաքս Ամերիկանայի փլվելուց հանկարծ չօգտվի կրկին Հայաստանը, որը նախատեսված չէ այս ռեգիոնում Պաքսերի համար գոյություն ունի Ադրբեջան պետություն եւ թուրքական աշխարհ, որը Պաքս Ամերիկա Օսմանյան կայսրությունն էլ է Պաքս Ամերիկա, Պաքսի համատեքստում ծնվել Ամերիկանայի չէ, այստեղ մի քիչ ավելի պետք է հետ գնանք, պետք է Պաքս Վենեցիա գնանք հասնենք, որը մայրն էր Պաքս Հոլանդիկայի, այդ Վենեցիայի հատուկ ծառայությունները Մեհմեդ II-ին օժանդակեցին, որպեսզի գրավի Կոստանդնուպոլիսը, Օսմանյան կայսրությունն էլ են իրանք ծնել։ Ու միշտ Օսմանյան կայսրությունն իրենց Պաքսերի սուր գործիքն է եղել մեծ մերձավոր արևելքում, որ ինչպես հիմա արդեն Պաքս Ամերիկանայի սուր գործիք է Իսրայելը մեծ մերձավոր արևելքում։ Հետաքրքիր դրվագ եղավ վերջերս կհիշեք, երբ որ Նեթանյահուին հարցրեցին, ասեցին ճիշտ է, որ դուք եք ստիպել Թրամփին, որ մտնի պատերազմի մեջ գնա այս գործողություններին ընդհուպ մինչև Խամենեին սպանել, հիշում եք, ծիծաղեց եւ ասեց աբսուրդ է դա։ Որտեղ ինքն էլ էր հասկանում, որ ինքը գործիք է։ Իրանք չեն կարող ստիպել Պաքս Ամերիկանային կամ Deep State-ին, ասենք Նեթանյահուի պես մարդը չի կարող ստիպել։ Ինքը կարող է ծառայել, բայց չի կարող ստիպել։ Շատ լավ, շնորհակալ եմ Ազատ, Ես եմ հետաքրքիր շնորհակալ, զրույցի ուղղակի համար։ սա ավելի շատ ծավալուն Մենք թեմա է։ ժամանակը կլրացնենք, գրեթե 40 օր մի քիչ ավել չէինք զրուցել։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ Ես եմ շնորհակալ։ Քաղաքագետ Ազատ Ադամյանից, տեսություն կան։